Բարև ձեզ, ինստաֆեսի այս թողարկմանը դիտեք։ Թեժ մթնոլորտում են անցնում նորընտիր խորհրդարանի առաջին նիստերը, Էդգար Ղազարյանի ելույթից բորբոքվում են ՔՊԱ-ականները։ Եթե դուք չինքնա էվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են եւ դուրս են շպրտելու այս դահլիճից եւ ազգային ժողովի շենքից։ Անսպասելի որոշում Փաշինյանի կաբինետում 8 տարի պաշտոնավարած Գրիգորյանին վարչապետը փոխարինեց անգործ մնացած Սիմոնյանով։ Ես ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու անվտանգության խորհրդի քարտուղարին։ Փաշինյանի թիրախում հիմա էլ Ծառուկյանի ընտանիքի անդամներն են, քննչականը հատեց կարմիր գիծը հրապարակելով անձնական տվյալներ։ Եթե կնոջը որևէ հանցավոր արարք չի վերագրվում, ապա որն էր նրա անունը սպանության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ ներառելու անհրաժեշտությունը։ Իշխանությունը վարկաբեկում, ընդդիմությունը պաշտպանում է դատարանի առաջ կանգնած ամենայն հայոց կաթողիկոսին։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Շատ լավ, եկեք խաղանք այս խաղը։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ 9-րդ գումարման նորընտիր խորհրդարանում չնայած բարեկրթության շրջանակում աշխատելու իշխանության եւ ընդդիմության պայմանավորվածությանը երկրորդ միջադեպը արձանագրվեց այս շաբաթ կրկին իշխող քաղաքացիական պայմանագիր եւ ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցությունների միջև։ Իշխանությանն ուղղված ընդդիմադիր падգամավոր Էդգար Ղազարյանի ելույթն էր բորբոքել ՔՊԱ-ականներին։ Իմ քերին չի կարա լավ լինի, որովհետեւ նրա անվանակից թորնիկը Աղաջան Ջանոյանը, որի մկրտության կնքահայրն եմ ես, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առաջի կուրսի ուսանող, զոհվել այդ պատերազմում։ Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը եւ փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ։ Պարոն Ղազարյան, ձեզ կոռեկտ պահեք, Դուք ստանում եք նախազգուշացում։ Նախազգուշացում տալուց հետո ազգային ժողովի ՔՊԱ-ական փոխնախագահը սպառնացել էր ընդդիմադիր падգամավորին։ Ես ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո, եթե դուք չինքնա էվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են եւ դուրս են շպրտելու այս դահլիճից եւ ազգային ժողովի շենքից։ Պարոն Կարապետյան, հիմա չեք կարող խոսել։ Ես ձեզ առաջարկում եմ, որ կարգի հրավիրեք ձեր падգամավորի եւ չափավորեք, հակառակ դեպքում նրան այնպես կչափավորեն, որ այլևս երբեք չի կարող այդ չափերից դուրս գալ։ Հիմա չեք կարող, հիմա խնդրում եմ, հարգելի գործընկերներ, քաղաքացիական պայմանագրի հետ վերադարձեք դահլիճ։ Նիստերի դահլիճում սկսված վեճը տեղափոխվել էր խորհրդարանի միջանցք կարճ տևել, գործը բռունցքներին բարեբախտաբար չէր հասել։ Իշխանական եւ ընդդիմադիր падգամավորները խորհրդարանի նախագահի միջամտությունից հետո բաժանվել էին։ Ազատություն ռադիոկայանն էր նկատել, որ երբ իշխանական ու ընդդիմադիր падգամավորները խորհրդարանի միջանցքում շարունակել էին բանավեճը, Էդգար Ղազարյանը միայնակ նստած է եղել նիստերի դահլիճի հարակից տարածքում։ Ուշագրավ է, որ Էդգար Ղազարյանի արտահայտությունը հավանության չէր արժանացել հենց իր խմբակցությունում։ Կարծում եմ իր որակումը բարեկրթության նորմի ընդհանուր ձևաչափի մեջ խնդրահարույց էր։ Էդգար Ղազարյանի ելույթը տարբեր գնահատականների էր արժանացել սոցցանցերում։ Ինձ համար Էդգար Ղազարյանը երբևէ համակրելի քաղաքական գործիչ չի եղել, բայց հնարավոր չէ չարձանագրել։ Նրա այսօրվա ելույթը բարեվարկության որևէ սահման չէր հատում, իսկ ահա դրան հաջորդած Հայկ Կոնջորյանի հայտարարությունները իմ անկալմամբ հատեցին բոլոր սահմանները։ Էդգար Ղազարյանը չգիտի, որ ազգային ժողովի ամբիոնը անտիֆեյք AM-ի կամ 168.am-ի եթերը չի, ու այնտեղ իրեն պիտի պահի այնպես, որ իր թիմի ղեկավարն ու մյուս անդամները իր պատճառով անհարմար վիճակում չհայտնվեն ու շարունակ պարտավոր չլինեն ներողություն խնդրել։ Ինձ թվում է, Էդգար Ղազարյանը կունենա ինքնասիրություն, ներողություն չի խնդրի ու վայր կդնի մանդատը։ Նիստերի դահլիճ վերադառնալուն պես ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, որ Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ ներկա չէր, անդրադառնալով միջադեպին մեղադրել էր ուժեղ Հայաստան խմբակցությանը միմյանց հետ բարեկիրթ աշխատելու պայմանավորվածությունը խախտելու համար։ Բարեկրթության շուրջ ձեռք բերված մեր
պայմանավորվածությունը քանդման եզրին է, ինչպես նաև քանդման եզրին է պարոն Էդգար Ղազարյանի այս դահլիճում գտնվելու հարմարավետ պայմանների ապահովման գործընթացը։ Ես հուսով եմ դուք ինձ ճիշտ եք հասկանում։ Էդգար Ղազարյանը եւ իր պահվածքը մեծագույն խնդրեմ են այս դահլիճում եւ ընդհանրապես ես վստահ չեմ կարող Էդգար Ղազարյանը ի սկզբանե խնդրեմ եղել այս կյանքում, բայց պարոն Կարապետյան, ես ակնկալում եմ ձեզնից, որ Էդգար Ղազարյանը պետքա գա եւ ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար։ Միջադեպի օրը Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժը հայտարարել էր, որ Էդգար Ղազարյանի վարքագծի վերաբերյալ խմբակցությունում քննարկում կունենան։ Եղել է որոշում խմբակցության ներսում, որը բաժանված է երկու մասի, խմբակցության մեջ որոշման եւ նաեւ այն պատասխանը, որ մենք պետք է տանք։ Հիմա օդում կախված է մնում հարցը՝ մանդատը վայր կդնի, թե դուրս կգա Ուժեղ Հայաստան խմբակցությունից Էդգար Ղազարյանը եւ անկախ падգամավորի կարգավիճակով կշարունակի աշխատել խորհրդարանում։ Անկախ նրանից, թե ինչ որոշում կընդունի խմբակցությունը, մի բան պարզ է՝ Ուժեղ Հայաստան խմբակցության եւ Էդգար Ղազարյանի միջև տարաձայնություն կա։ Միջադեպից մեկ օր անց Ղազարյանը խորհրդարանում փոխել էր իր տեղը։ Էդգար Ղազարյանը հրաժարվել էր իշխող ուժի պահանջով ներողություն խնդրել։ Այս անգամ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կարծես աջակցել էր նրան, ինչին հետևել էր Ռուբինյանի խորհրդավոր հայտարարությունը։ Պարոն Ղազարյան, ասելիք ունեք։ Միացրեք պարոն Ղազարյանի խոսափողը։ Ազգային ժողովի կանոնակարգը падգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում։ Շատ լավ։ Պարոն Նարեկ Կարապետյան, ասելիք ունեք։ Ոչ։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը։ Այս հայտարարությունից հետո Էդգար Ղազարյանը հերքել էր տեղեկությունը, թե վիրավորված է Ուժեղ Հայաստան խմբակցությունից։ Նա հայտարարել էր, որ թիմը շարունակում է համատեղ աշխատանքը։ Ես մեր խմբակցության գործընկերների հետ ունեմ փոխհմբռան ընդհանուր շատ լավ մթնոլորտ։ Եվ ամեն մի ելույթ, ամեն մի հարցադրում, ամեն մի քննարկում չի կարա դառնա մեծ իրադարձություն։ անկախ падգամավորի մասին։ Ինչի համար ես Հայաստան, Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր եմ եւ շարունակել եմ իմ գործունեությունը։ Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը, որը խորհրդարանական ընտրություններից հետո անգործ էր մնացել, նոր պաշտոն ունի։ Փաշինյանը նրան անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակել։ Առաջին բանը, որ պետք է անենք, նախ վերլուծելն է նախորդ շրջանի աշխատանքը եւ որոշել այն առաջնահերթությունները, որոնց վրա անվտանգության խորհրդի գրասենյակը եւ անվտանգության խորհրդի քարտուղարը առաջիկայում պետք է կենտրոնանան։ Ես դրա վերաբերյալ ունեմ որոշակի եւ կոնկրետ պատկերացումներ։ Ես ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու անվտանգության խորհրդի քարտուղարին եւ անվտանգության խորհրդի գրասենյակին եւ առաջիկայում մենք այդ թեմայով քննարկումներ կունենանք եւ ես կտամ անհրաժեշտ հանձնարարականներ։ Ընտրություններից հետո կառավարության կազմում մեծ փոփոխությունների չգնացած վարչապետը այս շաբաթ գործադիրի նիստին հայտարարեց, թե որոշել է Արմեն Գրիգորյանին ազատել անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Գրիգորյանը պետական այդ կարևոր գերատեսչությունը ղեկավարում էր 2018 թվականի իշխանափոխությունից հետո, այսինքն 8 տարի եւ համարվում էր Փաշինյանի կառավարության արևմտամետ ուղղվածությամբ պաշտոնյաներից։ Վարչապետը գործադիրի նիստին չէր պարզաբանել, թե ինչու է Արմեն Գրիգորյանին ազատել անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Նիստից հետո լրագրողի հարցին ի պատասխան էր ասել, թե դժգոհ չէ նրա աշխատանքից, բայց կատարյալ էլ չի համարում։ Էնպես չի, որ ես Արմեն Գրիգորյանի աշխատանքից դժգոհ եմ եղել, բայց էնպես էլ չի, որ ես ինքս իմ աշխատանքից այնքան գոհ եմ, որը համարում եմ կատարյալ։ Այսինքն ես կարծում եմ, որ նաև
Նաև այո, այդպիսի որոշումները նորմալ են քաղաքականության մեջ, դա հայեցողական պաշտոն է եւ այդ հայեցողությունը վարչապետինն է եւ վարչապետը նաև այդ հնարավորությունը ունի։ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանը ներգրավված էր նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։ Հունիսին խորհրդանական ընտրություններից օրեր անց Փաշինյանի հանձնարարությամբ Գրիգորյանը Դիլիջանում հանդիպել էր Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևի հետ։ Փաշինյանը Գրիգորյանին վարչապետի աշխատակազմում աշխատանք է առաջարկել, բայց անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը ըստ վարչապետի ցանկացել է պետական ապարատում աշխատելու դադար վերցնել։ Ես ցանկացել եմ, որ ներգրավված մնա պարոն Գրիգորյանը պետական աշխատանքում այս փուլում նա նախընտրում է դադար վերցնել, ինչին ես հարգանքով եմ վերաբերվում։ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում 8 տարի աշխատած Արմեն Գրիգորյանը կառավարության նիստին դողացող ձայնով էր հրաժեշտ տվել պաշտոնին։ Իմ պաշտոնավարման շրջանը համեմատելի է, որ եթե լույսը երկրից դուրս գար, այդ սկսելու ժամանակահատվածում հասած կլներ ամենամոտ աստղի մոտ, հետ կգար եւ նորից ճանապարհ դուրս եկած կլիներ եւ այս ամբողջ ժամանակահատվածի աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին, իհարկե մի քիչ էմոցիոնալ դարձա։ Արմեն Գրիգորյանի հեռացումը անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից իրապես անսպասելի էր։ Ըստ որոշ տեղեկությունների Գրիգորյանը նեղացած է հեռացել, այդ պատճառով էլ չի ընդունել Փաշինյանի նոր աշխատանքի առաջարկը։ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից Արմեն Գրիգորյանի ազատելու Փաշինյանի որոշումը սոցցանցերում քննարկումների առիթ էր տվել։ Արմեն Գրիգորյանի հեռացումը ցույց է, որ Նիկոլն այս պահին առավել վտանգ է զգում բոլորովին այլ ուղղությունից, քան բոլորին թվում է։ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից եւ խորհրդարանական անդիմությունից սպառնալիք չունի։ Նրա համար սպառնալիք են հավաքական արևմուտքն ու իր շուրջ տեղադրված ականները։ Նիկոլ Փաշինյանն ասում է. Արմեն Գրիգորյանին վարչապետի աշխատակազմում աշխատանք եմ առաջարկել։ Փաստորեն Արմեն Գրիգորյանն ուղղակի աշխատող է, ոչ թե քաղաքական թիմի անդամ, քաղաքական պատասխանատվություն ստանձնած երկրի բարձրագույն պաշտոնյաներից մեկը 8 տարի զբաղեցնող անձ։ Ու չի էլ արձանագրվում, որ եթե իրոք Փաշինյանը դժգոհություն չունի Գրիգորյանից, ուրեմն ինչու է նա հեռացվում պաշտոնից ու նրան քաղաքական սուբյեկտայնությունից զրկելով զոհաբերում է Փաշինյանը, ինչը թե Ալեն Սիմոնյանին աշխատանքի տեղավորի։ Անվտանգության խորհրդի նոր քարտուղարը ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանն է։ Գրիգորյանին Սիմոնյանով փոխարինելու Փաշինյանի որոշումը անսպասելի էր նաև այն պատճառով, քանի որ խորհրդարանում իր վերջին ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանը, որի քաղաքական ապագան անորոշ էր, նույնիսկ չէր բացառել, որ առաջիկայում որևէ պաշտոն չի զբաղեցնի եւ նախընտրում է կյանքի այս փուլում ժամանակը տրամադրել ընտանիքին։ Իսկական ծրան մի քիչ հանգստանալ, նաեւ անձնական կյանք ունեմ եւ անձնական կյանքս եմ ուզում ինչ որ ձևով արդեն վերջնական կարգավորեմ եւ ուզում եմ ինչ որ ժամանակ դուք էլ ինձ կարոտեք։ Չհասցրեց հանգստանալ Ալեն Սիմոնյանը, այս ելույթից մեկ ամիս անց նոր ոչ պակաս կարևոր պաշտոն ստացավ։ Դիմակավորված ԱԱԾ-ականները, ինչպես Ծառուկյանին, այնպես էլ նրա փեսային ազգային ժողովի նախկին падգամավոր Արգամ Աբրահամյանին օրեր առաջ տեսախցիկների առաջ գետնին տապալեցին եւ ձերբակալեցին։ Իրավապահները Արգամ Աբրահամյանին մեղադրում են պատվերով սպանություն կատարելուն դրդելու մեջ։ Քննչական կոմիտեն մինչև Ծառուկյանի փեսային գետնին տապալելով ձերբակալելու կադրերը հրապարակելը նախ հաղորդագրություն էր տարածել եւ հայտնել, որ իրավապահները բացահայտել են 2023 թվականի ապրիլի 30-ին Երևանի Միասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ Սողոմոն Վլասյանի սպանությունը, որն ըստ քննչականի պատվիրել է Արգամ Աբրահամյանը։ 3 տարի առաջ տեղի ունեցած
պաշտպանության վերաբերյալ հաղորդագրության մեջ քննչականը զերծ էր մնացել գործով անցնող մարդկանց ինքնությունը բացահայտելուց, նշել էր նրանց անվան եւ ազգանվան առաջին տառերը, բայց իրավապահ այդ կառույցը մասնավոր կյանքին վերաբերող տեղեկություններ էր հայտնել, ինչն արտառոց երևույթ էր պետական գերատեսչության կողմից։ Ըստ քննչականի Արգամ Աբրահամյանը կասկածել է, որ կինը Էմմա Ծառուկյանը անձնական հարաբերություններ ունի ավետարանի հավատքի քրիստոնյաներ կրոնական կազմակերպության անդամ հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանի հետ եւ նրան խոշոր գումար է տվել։ Ու վրեժխնդրությունից դրդված իր անվտանգության աշխատակցին պատվիրել է Վլասյանի սպանությունը։ ԱԱ-ի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով ԳՀ-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Միասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է ՍՎ-ին։ Արգամ Աբրահամյանին գետնին տապալելու, ինչպես նաև քննչական կոմիտեի կողմից Ծառուկյանի փեսայի գործի վերաբերյալ անձնական տեղեկություններ հրապարակելը սոցցանցերում դժգոհության ալիք էր բարձրացրել։ Եթե կնոջը որևէ հանցավոր արարք չի վերագրվում, ապա որն էր նրա անունը սպանության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ ներառելու անհրաժեշտությունը։ Քննչական կոմիտեի այսօրվա հաղորդագրությունը օրինակ է, թե ինչպես մեկ պարբերության մեջ կարելի է մարդու իրավունքների մի քանի խախտում անել, խախտել անմեղության կանխավարկածը, անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունքը, թիրախավորել կնոջը եւ մեղադրել արտաամուսնական կապերի, ինչպես նաեւ կրոնական կազմակերպությանն անդամակցելու մեջ։ Իսկ 5000 զինվորական տղու սպանություն պլանավորած, կազմակերպած ու ցինիկաբար ուրացողներին երբեք պոլերով տալու հարգելի Նիկոլի անվտանգության ծառայություն, դավաճան չասելու համար կյանքեր խորտակածներին երբեք տենց կինոշնի ձևերով պատասխանատվության ենթարկելու։ Կնոջը պետական գերատեսչությունների կողմից նման ձևով թիրախավորելը անթույլատրելի է, ինչպես նաև անթույլատրելի է պետական կառույցներին նման ձևով, նման էժան շոուներով օգտագործելը, փչացնելն ու վարկաբեկելը։ Ծառուկյանի փեսային առնչվող քրեական վարույթի շրջանակում անձի անձնական եւ ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումը անթույլատրելի էր որակել նաև մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Պետական մարմինների կողմից հանրային հաղորդակցության նպատակով տեղեկատվության տարածումը ենթադրում է նաև անհրաժեշտության եւ համաչափության գնահատում։ Հանրային հետաքրքրությունը, այդ թվում քրեական վարույթի նկատմամբ առկա հասարակական ուշադրությունը ինքնին չի կարող արդարացնել անձնական կյանքի վերաբերյալ տվյալների հրապարակումը։ Նման հաղորդագրությունը հատկապես անթույլատրելի է եւ զգայուն կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Իրավապաշտպանները եւս քննադատել էին քննչական կոմիտեին։ Արգամ Աբրահամյանի գործով իրավապահ մարմնի հրապարակած տեղեկությունները ըստ Ռուբեն Մելիքյանի խախտում են Հայաստանի սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով նախատեսված մասնավոր կյանքի գաղտնիության վերաբերյալ դրույթները։ Իրավապաշտպանը քննչականի կողմից անձնական տեղեկություններ հրապարակելը պայմանավորել էր երկու գործոնով։ Ես միանշանակորեն դիտում եմ Գագիկ Ծառուկյանի դեմ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված պետական տերորի մի դրսևորում։ Նրա ընտանիքի անդամներին ուղղակիորեն այսպես նրանց վարքագիծը կասկածի տակ դնող անձնական բնույթի տեղեկություններ են հրապարակվում։ Երկրորդ հավատեքստը վերաբերում է իրավապահ կոչվող մարմինները, որոնց ավելի ճիշտ կլինի արդեն կոչել ռեպրեսիվ մարմինները, ոչ միայն եւ ոչ այնքան զբաղվում են իրենց լիազորություններով, այլ հանդես են գալիս որպես նյուզմեյքերներ եւ այդտեղ կարեւորը հենց այն տեղեկատվական բաղադրիչն է, որ նրանք այսպես ասած արտադրում են եւ ներկայացնում են հանրությանը։ Ծառուկյանի փեսայի Արգամ Աբրահամյանի կողմից ենթադրյալ սպանություն կատարելու դեպքը քննչականը բացահայտում է 3 տարի անց, այն նույն ժամանակահատվածում, երբ Փաշինյանի թիրախում հայտնված Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է, նրա բիզնեսների մի մասն անցել է պետության կառավարմանը, ինչպես նախընտրական քարոզչության ժամանակ խոստացել էր վարչապետը։ Ստացվում է Հայաստանում հանցագործությունները բացահայտվում են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Իդեպ Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվել է, նա մեղադրանքը չի ընդունում։ 9-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստերը լարված մթնոլորտում են անցնում։ Պատճառներից մեկը ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ ելույթներն են։ Իշխանականներն իրենց կոշտ խոսույթով եւ գործողություններով փորձում են հակաեկեղեցական արշավ նախաձեռնած Փաշինյանին հաճոյանալ։ ՔՊԱ-ականներն օրինակ ամբիոնից ելույթ ունենալիս կաթողիկոսին աշխարհիկ անունով էին դիմում, ինչին ի պատասխան ընդդիմադիրները սեղաններին էին հարվածում։
Այսինքն եթե դու Գրիգոր Լուսավորչի օրինակն եք բերում, այսինքն հաստատում եք, որ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի, էդ էր ձեր ասածը։ Դուք ասում եք, որ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի։ Հակառակն էլ էր տեղի ունենում։ Այս շաբաթ նիստերից մեկին, երբ ընդդիմադիր падգամավոր Քրիստինե Վարդանյանը խոսեց ամենայն հայոց կաթողիկոսի մասին, իշխանականները սկսեցին հարվածել սեղաններին։ Քաղաքացիական պայմանագիրը անցալով Ռուբեն Ռուբինյանի թեմայի մեջ մնալու կոչին քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Հետո Բրավո։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Շատ լավ, եկեք խաղանք այս խաղը։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդն է։ Կաթողիկոսի շուրջ իշխանական падգամավորների պահվածքը սոցցանցերում բացասական արձագանք էր ստացել։ Վեհափառ Հայրապետին ավազանի անունով դիմելով որևէ մեկը վիրավորում է ոչ միայն եւ ոչ այնքան նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II սրբագույն եւ վեհափառ Հայրապետին, այլ ինձ ու հայ առաքելական Սուրբ եկեղեցու յուրաքանչյուր հավատավոր զավակին, որովհետեւ մեր հավատքի անկախտելի մասը հավատքն առայն, որ ձեռնադրմամբ եւ օծմամբ եկեղեցական ունենում է նոր ծնունդ, դառնում է նոր մարդ եւ դրա շնորհիվ է, որ տերունական տնօրինությամբ ստանում է խորհուրդներ կատարելու առանձնաշնոր։ Այդ վերափոխման խորհրդանիշը հոգևոր ծնողի ձեռնադրող եպիսկոպոսի կողմից նոր անուն տալն է։ Սա ոչ միայն անարգանք է սահմանադրության եւ իրավական համակարգի նկատմամբ, այլև քաղաքական ոչ հասուն վարքագիծ կամ չարմիտ արշավ եւ անարգանք համասփյուռ հայության եւ քրիստոնյաների նկատմամբ։ Նախ, ինչքան էլ որ ՔՊ-ի կարծիքով ներեկեղեցական կանոն է խախտվել, ՔՊ-ն իրավունք չունի միջամտել ներեկեղեցական հարցերին, ու սա սահմանադրական պահանջ է։ Իրենք էլ ցավոք սրտի շարքային քաղաքացի չեն, պաշտոնյա են ու պարտավոր են առաջնորդվել այս պահանջով։ Ու ցանկացած միջամտություն ոչ միայն անարգանք է ազգային հավատքի ու ինստիտուտի նկատմամբ, այլև հակաիրավական է։ Գարեգին II-ի շուրջ ելույթները ազգային ժողովում ակտիվացան այն ժամանակ, երբ ամենայն հայոց կաթողիկոսը անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կանգնեց դատարանի առաջ։ Կաթողիկոսը եւ 6 բարձրաստիճան հոգեվորականներ մեղադրվում են Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած, ապա կարգալույց հռչակված Արման Սարոյանին առնչվող դատական ակտը չկատարելու համար։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ամենայն հայոց կաթողիկոսի եւ 6 սրբազանների գործը ապօրինի է որակում։ Պետությունը իդեմս քննչական մարմնի դատախազության եւ դատարանի ներխուժել է եկեղեցու ներքին կյանք։ Սա արգելված է ինչպես օրենքներով, այնպես էլ միջազգային իրավունքով։ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով օգոստոսի 7-ին նշանակված դատական առաջին նիստը կարճ էր տևել։ Մեկնարկից 20 րոպե անց Արմավիրի մարզի դատավոր Հակոբ Մանուկյանը հրաժարվել էր քննել գործը։ Դատավորը ինքնաբացարկ էր հայտնել այն պատճառով, որ 2021 թվականին ուսանել է Փաստաբանական ակադեմիայում եւ այդ ընթացքում այս գործով կաթողիկոսի պաշտպանը Արա Զոհրաբյանը եղել է Փաստաբանների պալատի նախագահ եւ Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ ու փաստաբանի արտոնագիրը իրեն տվել է հենց Զոհրաբյանը։ Նշված փաստական հանգամանքները իրենց ամբողջության մեջ աննաչառ եւ անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած կարող է առաջացնել տվյալ գործով իմ անկողմնակալության եւ աննաչառության վերաբերյալ։ Ըստ դրա էլ կասկածի տակ կարող է դրվել ինչպես գործի քննության օբյեկտիվությունը, այնպես էլ կայացվելիք դատական ակտերի արդարացիությունը։ Հետևաբար արդարության շահերից ելնելով գտնում եմ, որ անհրաժեշտ է սույն գործով հայտնել ինքնաբացարկ։ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ 6 սրբազանների գործը մակագրվել է Արմավիրի մարզի 29-ամյա դատավոր Սերժ Ռուշանյանին։ Արդյոք նոր դատավորը կքննի գործը, թե կհետևի դատավոր Հակոբ Մանուկյանի օրինակին եւ ինքնաբացարկ կհայտնի, բարձ կլինի առաջիկա նիստին։ Այս պահի դրությամբ դատավոր Ռուշանյանը նիստի օր դեռ չի նշանակել։ Վերջին օրերին սոցցանցերում քննարկվում էր կաթողիկոսի գործով նոր դատավորի աշխատանքային փորձը։ 29-ամյա Ռուշանյանը միջև դատավոր նշանակվելը 5 ամիս աշխատել է Արդարադատության նախարարի խորհրդականի, դրանից առաջ էլ նախարարի օգնականի
Վատիկանի պաշտոններում։ Իսկ մինչև այդ Ռուշանյանը արդարադատության նախարարության վարչություններից մեկում որպես խորհրդական է աշխատել։ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ 6 բարձրաստիճան հոգեվորականների գործը դիտարկվում է Փաշինյանի հակաեկեղեցական արշավի շրջանակում։ Իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը նշում է. Քաղաքական իշխանությունը եւ նրանց ենթակա պաշտոնատար անձինք ղեկավարվում են տարօրինակ տրամաբանությամբ։ Մի կողմից ամենայն հայոց կաթողիկոսին դիմում են ազգանունով, աշխարհիկ անունով, իբր չեն ճանաչում նրան որպես վեհափառ։ Մյուս կողմից նրան դատում են որպես կաթողիկոս դատական ակտը չկատարելու մեջ։ Համոզիչ չէ այն փաստարկը, թե սա ընդհանրապես քաղաքական խոսք կամ գնահատական է, քանի որ այդ գնահատականը տրվում է պետական մարմինների կողմից, որոնք միաժամանակ իրավաբանական հաստատություններ են եւ հետեւաբար առաջին հերթին որ են առաջնորդվել տրամաբանության ու իրավունքի կանոններով։ Եթե դատարանը հաստատի կաթողիկոսի եւ բարձրաստիճան մյուս 6 հոգեվորականների մեղադրանքը, ապա նրանց սպառնում է առավելագույնը 2 տարվա ազատազրկում։ Իսկ այս թողարկման համար առանձնացրել էինք այսքանը։ Շնորհակալություն։